իր ավազանի անունով Ալաշուքյուր Փաշինյան ու ասենք ամեն նման դեպքերում մենք ասենք Ալաշուքյուր Փաշինյան իմիջիալոց Փաշինյան եւ Փաշ կարող է նույնիսկ բարձրի որ նույնն է ընդ կարող է բարձրի սխալել չկա բայց ամեն դեպքում մենք դա չենք անում որովհետեւ մենք եկել ենք ազգային ժողովի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով այլ ոչ թե այսինքն այստեղ եւ իր վարքագիծն է որը բացարձակ հակադիր է հանրային ծառայողի էթիկայի նորմերին եւ նաեւ նախագահողի թուլությունն է, թերությունն է, որ չի կարողանում նիստերը նախագահել բնականոն ընթացքով, ինչը հանգեցնում ազգային ժողովի գործունեության ըստ էության տապալման։ Պարոն Ղազարյան, ինչ մեկնաբանություն կտավ այսօր առավոտի Ռոբերտ Քոչարյանի եւ իր ողջունների, նաեւ Լևոն Քոչարյանի ինքնոջը անգերությունում տանը իրականացող ուժասությունների ձեռբակալությանը, այն բանից հետո, երբ որ երեք Նիկոլ Փաշինյանը հասցրեց դուք ինչի եք միլիոնատեր, եւ Լևոն Քոչարյանն էլ ասաց, որ դուք չպետք է հաստատի ժառանգեք այն միլիոնները, որը իբրեպե ձեր հայրը ամերիկյան կախավարկածը խախտելով ձեր հայրը ցալանել է եւ դիզել է։ Նախ ուզում եմ ձեր ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Ռոբերտ Քոչարյանը մինչ այս պահը, մինչ այսօր ազատության մեջ գտնվող Արցախի միակ նախագահն էր։ Արցախի մյուս նախագահները ձերբակալված են, գտնվում են Բաքվի բանտում, նրանք դատապարտվել են, եւ նախագահ Քոչարյանը, որպես Արցախի հանրապետության առաջին նախագահ, Արցախի ղեկավարներից միակն էր, որը գտնվում էր ազատության մեջ։ Իսկ ինչ վերաբերում իսկ կարծում եմ, որ նրա ձերբակալությունը պայմանավորված է այդ հանգամանքով, որ երեք այստեղ հնչեցվեց Հայաստանի Հանրապետության գործող պետությունը, մեր պետությունը տապալելու հանցավոր մտադրության մասին, այն պայմանականորեն անվանելով 4-րդ հանրապետության ստեղծման ազդարարում, ինչը որ իրավաբանորեն չի կարող առհասարակ գոյություն ունենալ, դրա հետ միասին նաև խոսվեց Արցախի առհասարակ դրա հիշողություններից հրաժարվելու մտադրությունների մասին եւ այդ համատեքստում է կարծում եմ, որ նախագահ Քոչարյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ իրականացում են ապօրինի։ Իսկ ինչ վերաբերվում է հալան, ապօրինի հարստություն եւ այլն, դրանց պետք է հիշեցնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ հիմա 2018 թիվը չի, որ ինքը արդեն 8 տարի Հայաստանի ղեկավարն է եւ 4-րդ ժամկետումը Հայաստանը ղեկավարում։ Ինքս թե կառավարության ծրագիրը ներկայացրել 4 անգամ, տենց Հայաստանի պատմության մեջ տենց ղեկավար չի եղել։ Հայաստանի բոլոր նախագահները 2 ժամկետ ղեկավարելու հնարավորություն են ունեցել։ Ինքը 4-րդ անգամ է գալի ու այսօր նենց է խոսում, ոնց որ առաջին անգամն է։ Ինքը եկել է արդարություն հաստատելու թալանը։ Մենք արդեն հիմա մտածում ենք իրանց թալանածը ոնց պետք է հետ բերենք։ Այդ իրանց 8 տարիների, որը հսկայական թալանա։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Սրանց տարած այս պրեմիամ ռեմեյս, որ ասում են բան։ Ելեմա դրանց գույքի եկամուտների հայտը ասում չեմ դիզե, այդ ինքնա չի ասում, բայց այդ քննիչը պետք է ասի։ Վահագն Ալեքսանյանն օրինակ ասեց, օրինակ ինձ ասենք բռնեցին։ Այդ ինչ եմ ես արել։ Վայ քո տունը շինվի, վայ քո տունը շինվի։ Հələ տո մատ Ղազյան այդ գանելի դատախազ տենան Վահագն Ալեքսանյանի, կներեք, Վահագն պիտի ասեմ էլի են Եղեգան փողծուխ ելաները։ Հա, ասում եմ։ Ղազարյան լավ հիշեցրեցիք, հա, 3 Հələ տո ման։ Այսինքն կգտնեք։ Լսեք, ես ձեզ հիմա ես ասում եմ, ես որպես падգամավոր մի րոպե, չէ, յա, բայց տունը որ առել է, բանը հորից է ժառանգություն ստացել։ Հա, հիպոթեկը բայց ո՞նց է ալնում, որ մինչև падգամավոր իրան ոչ մեկ հիպոթեք չէր տալի։ Հիմա են տալի։ Ասենք որևէ բանկ, բոլորս այդ բանկերի հետ առնչվել ենք, վարկեր ստացել ենք, չէ՞։ Որևէ բանկ կարա 20 տարով վարկ տրամադրի մի վարկառուի, ում աշխատանքային պայմանագիրը 3 տարի է։
Բայց այդ որ ասում են բանկն է տվել, բայց գիտեն մենք չենք նայում, թե հատկապես այդ որ բանկն է իրանց հիպոթեկերը ֆինանսը, ոնց որ թե Հայ-Էկոնոմ բանկն է։ Բայց Հայ-Էկոնոմ բանկի սեփականատերն ով է, անցած գումարմանը այդտեղ падգամավոր էր, թե падգամավոր չէ։ Հիմա պիտի հասկանանք դա հիպոթեկա, թե ուղիղ ֆինանսավորում է, որտեղ բանկի վարչությունը ցանկացած բայի կարա ների, չէ՞, վարկառուին վերցրած վարկը։ Իսկ մենք գիտենք իրանք այդպես պայմանավորվածություն են, թե չունեն։ Կարծում եմ, որ պիտի ունեն։ Վահագն Ալեքսանյանը, եթե ուզում է իմանա ինքը ինչքան փող է տարել պետությունից, ես պարզ վարժություն եմ առաջարկում։ Վերցնում է պետական պաշտոն զբաղեցնողների անձանց վարձատրության մասին օրենքը, նայում է ընդդեղից ինքը ինչքան աշխատավարձ պիտի ստացած ելներ 18 թվականից մինչև հիմա, ամսական կարծեմ 500 քանի հազարա, 661,000-ը մինուս հարկերը։ Եվ տեսնի թե ինքը ինչքան է փաստացի ստացել, այդ տարբերությունը ինչ որ ինքը հանի, դա այն բանը ապօրինի հարստացումն է, որ իրենք տարել են այս պետությունից։ Պատգամավորի պարգևավճար օրենքը չի նախատեսում։ Օրենքը պարգևավճարը նախատեսում է բացառապես ծառայողների ազգային ժողովի աշխատակազմի աշխատողը կարա ստանա պարգևավճար։ Դա էլ բացառիկ դեպքերում ըստ իր կատարողականի արդյունքների վերադասի կողմից գնահատման դեպքում։ Քաղաքական որևէ պաշտոնյա նախարար կլինի, պատգամավոր կլինի։ Ես հիմա որ մեր խմբակցությունը հայտարարել է, չէ՞ որ պարգևավճար չենք ստանալու։ Դա ոչ միայն չպիտի ստանանք, այլ հենց այդ փողը մեզ տրի մենք դրանց դատի տանք տվողին։ Ես չեմ արել որ դու իս պարգևավճար ես տալեի։ Անպայման, որովհետև падգամավորը չի կարա ստանա, օրենքը թույլ չի տալի։ Իսկ իրանք այնքան են ստանում։ Իսկ ես Սրբուի Գայլանին հարցում են, ասում են, ինչքան պարգևավճար ես, ասում եմ, չեմ անում 7 միլիոն, 8, ասեք կոպեկներ էլ 1 միլիոն էսիա, 1 միլիոն էյան, ասկի չի էլ հիշում ինքը։ Ստացել է, չի ստե հիմա կնայի էլի հաշվին, ասենք կոպեկա ընդ գցած է էլի հիմա, ասենք ինքը $200,000 ինչ է իր համար մի հատ տուն որ չլինի Ալիևի համար սահմանադրություն գրող աղջիկ, ասեք Ալիևն է դոլարով միլիարդ հատեր, ասեք ի՞նչ պրոբլեմա։ Հա, բայց սա ապօրինի հարստացման կոնկրետ փաստեր են, որը պիտի հələ հետ գա։ Հիմա ասում են հեսա օրենքի մեջ ենք մտցնելու պարգևավճարները, տեսնենք ոնց եք հրաժարվելու դրանից։ Իրավունք չունեն, ոչ մի հանրային ծառայող չի կարող ինքն իր վարձատրությունը բարելավելու մասին օրենք ընդունել։ Այսինքն, եթե հիմա օրենք ընդունվի, դա պետք է վերաբերվի հաջորդ գումարման ազգային ժողովին։ Գանք բանակին, ծառայության ժամանակ քնելը, երեք մեկնաբանները խաղաղությունը դրա համար չեն քնում, դրա համար են քնում հիմա, իսկ առաջ վախենում են, որ թշնամիկը կրակի։ Դե իր տրամաբանության որ նայես, բանակ պետք չէ, դա ընդհանրապես ինչ որ խաղաղություն չեն գնում բանակ։ Ասեք իզուր տեղը հել եմ գնում եմ պետություն, խաղաղություն այնա տունը քո համար քնեն չի պետք է մահվան դեպքեր լինի, էլի։ Այս դրանց ասած է հեսա, չէ՞ խաղաղություն, հա։ Էլ մեզ բանակ պետք չէ գրել է ծրագրում։ Ասում է բանակը պետության անվտանգության ռեզերվային միջոց է։ Սահմանադրությանը հակասող դրույթ է, սահմանադրության 14 հոդվածն ասում է զինված ուժերը ապահովում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքնավոր սահմանների անձեռնխելությունը։ Այսինքն բանակի վրա, զինված ուժերի վրա հայրենիքի սահմանների պաշտպանությունը սահմանադրական ֆունկցիա է, որ կապ չունի երկրի ղեկավարն ով է, ով չի, խմած է, օյաղ է, քնած է, արթուն է, ճաշարանում է, թե դահլիճում է։ Զինված ուժերը պիտի մեր երկրի անվտանգությունը ապահովի, դա սահմանադրական ֆունկցիան է։ Հանել են բանակից սահմանադրական ֆունկցիան։ Ասում են ռեզերվայի բանը, եթե հանկարծ տենանք ուրիշ ճար չկա, բանակա դե հիմա թող զբաղվեն էլի։ Ինչ ասես։ Հենց նոր խոսելով արտադրության նախարար Սրբուի Գալյանի մասին դուք գործածեցիք մի կապակցություն Ալիևի համար սահմանադրություն գրող։ Ճիշտ այդ կարծիքով վիրավորանքն զրպարտությունը որ դրվագին կարող վերաբերել։ Ես հարցը ձեզ եմ տալիս։ Չէ, ես կարծում եմ, որ ես իմ խոսքում որևէ մեկին որ վիրավորել եմ, ոչ է զրպարտություն։ Իսկ ունեք փաստեր, որ Սրբուի Գալյանը Ալիևի շուտսումով է գրում սահմանադրություն կամ Ալիևի համար է գրում սահմանադրություն, եթե դիցուկ Տիկին Գալյանը որոշի, ասենք, քաղաքայց ներկայացնել։ Այո, եթե ներկայացնի Դատարանում կարող եք ապացուցել, որ նա Ալիևի շուտսումով է հայցել։ Եթե ներկայացնի քննարկենք, ես քանի դեռ այդ հայցը չկա, այդ հայցի պատասխան դիրքորոշում չեմ կարող ներկայացնել։ Երբ որ հայցը լինի, Պարոն Ղազյան, եթե համանման մի մեղադրանք էլ ձեզ հասցեագրվեր, դուք քաղաքայց կներկայացնեիք նման բառապաշարով։ Հիմա ճիշտ ասած ես պատրաստում եմ Վահագն Ալեքսանյանի իմ հասցեին հնչած վիրավորանքների եւ Ռուբինյանի կապակցությամբ քաղաքայց ներկայացնել։ Այո։
Մի ճշտում են, իսկ ճիշտ է Այդ ազգային ժողովին իսկ նորից Չինաստանից մի 2 տոննա սունկ բերելու, հալյուցինոգեն սունկ բերելու մասին այդ պատումը դուք եք պատմել պարոն Սամվել Կարապետյանին, նա էլ հավատացել է ձեր պատմածին եւ իր տանը ճեպազրույցի ժամանակ պատմում էր որպես ճշմարիտ։ Ես չգիտեմ թե տեղեկությունը դուք որտեղից եք ստացել, կարծում եմ ճիշտ կլինի այդ տեղեկության աղբյուրից ճշտել դրա հավաստիությունը։ Ես դա Չեք պատմել։ Ես ասում եմ լավ կլինի, որ դուք ումից որ լսել եք, դուք ասացիք, որ ինչ-որ մեկից լսել եք, չէ՞։ Դա ինձնից չեք լսել։ Այ ումից որ լսել եք, փորձեք իրանից հավաստիացումներ ստանալ, թե ինքը ինչով է ապացուցում, որ այդ պատմության Մի հեղինակը։ հարց է, իսկ դուք պարոն Կարապետյանից փորձել եք ճշտել ինքը այդ պատմությունը ումից է լսել։ Չէ, ես չեմ ճշտել։ Ես բավարարվել եմ միայն այդ պատմության մասին պարոն Կարապետյանի պատումով։